Բարև ձեզ, օրվա լրահոսի կարևոր նորություններն են ներկայացնում Հորիզոն լրատվականը 8 հոկտեմբերի չորեքշաբթի։ Վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին եւ 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի թագավորությունում Բրյուսելում։ Վարչապետը կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։ Ինչ տարբերություն կա երրորդ հանրապետության եւ չորրորդ հանրապետության միջև։ Այս հարցի շուրջ մեկնաբանություններ է արել Փաշինյանը Facebook-յան էջում հրապարակելով տեսանյութ «Մի րոպե մի բան ասեմ» խորագրի ներքո։ Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության եւ չորրորդ հանրապետության միջև։ Իսկ տարբերությունը հետեւյալն է. երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Երրորդ հանրապետությունում սահմանադրության ժողովրդի ազատ կամարտահայտմամբ եւ քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, չորրորդ հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի։ Երրորդ հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է եւ ֆորմալ, չորրորդ հանրապետությունում պետք է լինի հստակ եւ անառարկելի։ Եվ ի վերջո երրորդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, չորրորդ հանրապետությունը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ հայրենիք փնտրելու կարիք չկա։ Ֆրանսիայում շարունակվող քաղաքական ճգնաժամը լուծելու փորձեր է անում նախագահը։ Էմանուել Մակրոնը եւս 2 օր է տրամադրել երկուշաբթի օրը հրաժարական ներկայացրած վարչապետ Սեբաստիան Լեկորնյոյին կառավարական ճգնաժամը հաղթահարելու համար։ Բացի դրանից Մակրոնը պատրաստվում է այսօր երեկոյան հայտարարություն անել քաղաքական կուսակցությունների հետ ներկայիս ճգնաժամը լուծելու վերաբերյալ խորհրդակցելու համար։ Չի բացառում, որ խոսքը կարող է գնալ ազգային ժողովի լուծարման մասին։ Պնդվում է, որ այդ մասին են վկայում երեքշաբթի Մակրոնի մի շարք հանդիպումները։ Ցուցարարները հարձակվել են Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյան վրա, երբ նա միջոցառման էր ուղևորվում։ Չնայած պատահարին Նոբոան չի չեղարկել նախատեսված միջոցառումները։ Ցուցարարները քարեր են նետել նախագահի ավտոշարասյան վրա բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են ճանապարհների արգելափակումներով եւ բախումներով, Էկվադորում սկսվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 12-ին նախագահը որոշում է ստորագրել դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման մասին։ Դրանից հետո վառելիքի գները $1.8-ից բարձրացել են $2.8։ Ուկրաինան ավելացնում է գազի ներկրումը Եվրոպայից։ Այդ ծավալը կարող է հասնել 30%-ի, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը։ Նրա խոսքերով այդ անհրաժեշտությունը ցակել է երկրի էներգետիկ օբյեկտներին հասված վերջին հարվածների պատճառով, ինչի հետևանքով տուժել էր Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի մի զգալի մասը։ Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են առաջիկա ամիսներին շուրջ 4 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր գազ ներկրել Եվրոպայից։ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության համագործակցությամբ Գավառի մշակույթի տանը տեղի ունեցել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում թեմայով քննարկում։ Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական, հասարակության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Բացման խոսքով հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ով անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած իրականացված քայլերին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար լուրջ եւ մտահոգիչ խնդիր մարդու իրավունքների պաշտպանության եւ գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։ Գեղարքունիքի մարզում ըստ տարբեր հետազոտությունների մեծ է թիվը սեռով պայմանավորված նաև հղիության արհեստական ընդհատումների, այդ թվում երբ վերլուծում են ընդհանուր որակական համատեքստը եւ բնականաբար սա շատ կարևոր ազդակ է, որովհետեւ մենք կարողանանք ընդհանուր առմամբ զբաղվել ոչ թե պարզապես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրով, այլ կարողանանք նաև տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության, աղջիկների եւ տղաների իրավահավասարության, ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների տրամադրման կարևորության ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։
Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը նշեց, որ բացասական առումով զարմացած է, որ ըստ վիճակագրության Հայաստանում վերջին 25-ից 30 տարիների ընթացքում 80,000 աղջիկ ուղղակի չի ծնվել։ Նիդերլանդների կառավարությունը շատ է ցանկանում, որպեսզի թեմայի շուրջ քննարկումները շարունակական լինեն, եւ հասարակությունը ի վերջո հասկանա, որ բոլորը հավասար են եւ յուրաքանչյուրն ունի իր դերը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի հասարակության հետ համագործակցությանը, ապա նշեմ, որ մեր համագործակցությունը նոր չէ։ Մշտապես ենք աշխատում ՄԻՊ կառույցի հետ տարբեր զգայուն թեմաների շուրջ։ Այսօրվա միջոցառումը այդ աշխատանքի շարունակությունն է, որն ունի իր ազեկման կարևոր առաքելություն։ Ըստ Անահիտ Մանասյանի այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում եւ միջավայրում առկա ճնշումներ։ Նրա խոսքով անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին եւ որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր եւ ցավալի ազդեցություն։ Ուստի պետք է ոչ միայն պայքարել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստել հանրային իրազեկության բարձրացմանը, ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Պետք է կարողանանք համատեղ եւ սոլիդար ուժերով ծել այդ մարդկանց վերաբերելի այս խնդիրը, որը բոլորիս է վերաբերում, եւ պետք է կարողանանք զգայուն լինել մարդկանց խնդիրների նկատմամբ, քանի որ այս հարցը իրապես ազդեցություն է ունենում նաեւ մարդկանց ճակատագրերի վրա։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր աղջիկ է» ֆիլմը, նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ եւ անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։ Մեր ծրագրերով ցանկացել ենք, որպեսզի հասարակությունում բոլորի հնարավորությունները հավասար լինեն։ Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցել թեմատիկ պանելային քննարկում, ամփոփելով իր խոսքը մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն խնդրի շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, այլև հասարակության մեջ հարգանքի, հավասարության եւ համերաշխության միջավայր ձևավորելու առումով։ Պանելային քննարկմանը հետևել է նաեւ ոլորտին առնչվող հարցուպատասխան։ Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ազգային ժողովի падգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Կողմերն անդրադարձել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։ Ազգային ժողովրդական երգը պահպանելու, հանրայնացնելու կարևոր առաքելությամբ Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախումբը շարունակում է հայ երգ նախագիծը։ Հայ երգի երթական համերգային ծրագրի շրջանակում նվագախմբի հետ ելույթ է ունեցել Արման Խաչատրյանը, ներկայացնելով հայ աշխուժական երկարվեստի հայտնի ու սիրված ստեղծագործությունները։ Հայ երգ նախագիծը իրականացում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Հայի մաքրամաքուր երգի կատարումներով Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախմբի հետ բեմին Արման Խաչատրյանն է։ Համերգային գեղեցիկ երեկոն սկսում է Գյումրիին ու գյումրեցուն նվիրված հին ու հարազատ մեղեդիներով։ Երգացանկում գեղչկական ու աշուղական մեղեդիներից մինչև հոգևոր կատարումներ ու բարձրաճաշակ կոմպոզիտորական ստեղծագործություններ են։ Հայ երգի երիտասարդ կատարողը իր թովիչ ձայնով ու կատարման անթերի վարպետությամբ ստեղծել էր երկխոսություն հանդիսատեսի հետ։ Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում, իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արևի մերգրան, իմ անուշի միան։ Սա Արման Խաչատրյանի երկրորդ համատեղ համերգն է Գյումրիի ժողովրդիկների նվագախմբի հետ։ Բեմից նորից էներգիա ու տրամադրություն փոխանցեց դահլիճին։ Երկրորդ մենահամերգին պատրաստվել էր նույն պատասխանատվությամբ, ինչպես առաջին անգամ։ Ձայնակցող հանդիսատեսի ջերմությունն էլ անսպառ էր։ Այս ինձ համար քննություն էր, որպեսզի ես ինքս իմ ուժերի նկատմամբ վստահ լինեմ, կարող եմ ավելի մեծ շրջանակների համար երգել ու Գյումրին այդ վստահությունը ինձ տվեց, որի համար անչափ շնորհակալ եմ։
Ժողովրդական երգարվեստ անող իր առաջին քայլերը Արմանը սկսել է Ջիվանու անվան աշուղական եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարաններից, վարպետ Սամվել Ավետիսյանի դասավանդմամբ։ Իսկ կայացման ու ճանաչման ճանապարհը Շանթ հեռուստաընկերության ժողովրդական երգիչ 3 նախագծում է անցել։ Շանթ հեռուստաընկերությունը ինձ նման շատ երիտասարդ կատարողների համար հարթակատ եղել, տրամադրել ասպարեզ, ու ովքեր որ կարողացել են ճիշտ հերթականությամբ գնալ, մնացել են ասպարեզում։ Կարծում եմ ես էլ մնացել եմ։ Ավելին սովորելու եւ երգարվեստում հաստատվելու կարևոր հարթակ է նաեւ շողգործիքների պետական նվագախմբի հայ երգը նախագիծը, որին մասնակցել ու մասնակցում են Արմանի նման շատ տաղանդավոր երիտասարդ կատարողներ, դառնալով հայկականն ու ազգայինը պահպանելու, շարունակելու եւ նորովի փոխանցելու կարևոր առաքելության մասնիկները։ Երիտասարդ վարպետ, որը շատ հետաքրքիր ճանապարհ է անցել, շատ ուրախ եմ, որ երիտասարդ կատարողներ են գալիս։ Նաեւ կատարող նվագարանով կատարող վարպետներ, կարծում եմ նրանց ելույթները շատ մեծ հնարավորություն է տալիս լիարժեքորեն պատկերացում կազմել, թե ի վերջո հայ երգը ինչ շրջանակներ, ինչ սահմաններ ունի եւ ի վերջո որքանով է խորանում մեր ինքնության մեջ։ Հայ երգը նախագիծը ազգային անբասիր մշակույթը մատուցելու, մեր օրերում լսելի դարձնելու, տարածելու կարևոր առաքելությամբ է հանդես գալիս ամեն անգամ եւ ավելի լայն շրջանակների համար։ Շատ եմ սիրում ազգային երգերը, դրանք մեր ազգի կարծես այն կարևոր երգերն են, որոնք պետք է բոլորը լսեն։ Մենք հայ ենք եւ պետք է լսենք հայկական ժողովրդական երգեր եւ փորձենք գնանք այդ հետքերով։ Երաժշտական այս երեկոն շուրջ կես տարի տևած նախագծի նախավերջին համերգն էր։ Ծրագիրը ժողովրդիկների պետական նվագախումբը կամփոփի եզրափակիչ էքսպերիմենտալ համերգով, որտեղ ազգային նվագարանների ուղեկցությամբ կհնչի ջազ երաժշտություն, ջազմեն Խաչիկ Սահակյանի կատարմամբ։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը, նա 94 տարեկան էր, ծնվել է 1931 թվականի Լենինականում, 1961 թվին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, նույն թվականից եղել հայպետ նախագիծ ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի գլխավոր ճարտարապետը, 1990 թվականից Երևան նախագիծ ինստիտուտի Գյումրիի արվեստանոցի գլխավոր ճարտարապետ, իսկ 1964-ից 77 թվականներին Գյումրիի գլխավոր ճարտարապետը։ Ռաֆիկ Եղոյանի գլխավորությամբ մշակվել է Գյումրի քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, հյուսիս-արևմտյան եւ հյուսիսային շրջանների կառուցապատման նախագծերը։ Նրա նախագծերով կառուցվել են բնակելի, հասարակական մշակութային շինություններ, բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում Մայր Հայաստան հուշահամալիրը։ Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Գյումրիում կառուցվել են 100-ամյա Անի հուշակոթողը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը, Կումայրից զբոսաշրջիկների հանգրվանը, երկաթուղային կայարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Արտյոմ Պետրոսյանի դիմակ-քանդակ հուշարձան, իր անվան դպրոցի դիմաց, Սերգեյ Մեկրովի տուն-թանգարան, ինչպես նաև բնակելի շենքեր հուշարձաններ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրիի վերականգնման ուղղությամբ։ Խորին ակնածանք եւ խոնարհում ես ճարտարապետի հիշատակին։ 1 տարի առաջ էր, որ Գյումրիի ու այստեղ ապրող մարդկանց հանդեպ ունեցած անչափելի սերը վաստակավոր ճարտարապետը Երևան հանեց մի նոր ձեռագրով։ 1 տարի առաջ 93 տարեկանում առաջին անգամ ցուցադրության հանվեցին վարպետի գեղանկարները, որոնք քաղաքի հանդեպ ունեցած անսահման սիրո նվիրումի ծնունդն են։ Մեր արխիվը հնարավորություն է տալիս հիշելու ցուցահանդեսի բացման օրը, լսելու Ռաֆայել Եղոյանի ճշմարիտ խոսքը։ Մասնագիտական վաստակը տարիներում ամբարած դեռ խորհրդային Հայաստանի վաստակավոր ճարտարապետն իր քաղաքի հանդեպ ունեցած սիրո եւ նվիրումի արդյունքում ստեղծած գեղանկարները 93 տարեկանում ներկայացնում է հատուկ ցուցադրությամբ։ Գյումրին սիրելու, փայփայելու մասին են բոլորը։ Դրանք շատ են։ Ցուցասրահում գեղանկարների կեսն էին միայն։ Գյումրիի հին ճարտարապետական պահպանված դիմագծի համար գյումրեցին շնորհակալ է Ռաֆայել Եղոյանին։ Գրեթե չկա քաղաքում հուշարձան ու շինություն, որ դրանցում չլինի վաստակավոր ձեռագիրը։
Մայր Հայաստան հուշահամալիր, հազարամյա անի հուշակոթող, երթուղային կայարան, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ այս շարքը դեռ կարելի է երկար թվարկել։ Ամենափրկիչ եկեղեցու բարձրությունը, որ 46 մետր է։ Ժողովուրդը նայում էին, թե իրար հասար իջար զարմացած են։ Իսկ ինձ համար ոնց որ թևեր ունենայի, կարող էի բարձրանալ, նայել իջնել։ Ու այդպես այնքան էի ես սիրում Գյումրին, որ իմ կյանքի ընթացքում ինչ որ կառուցեցի, կարողացա։ Ես չասեմ, որ շեդևրներ են, բայց պիտանի կառույցներ են։ Այո, ես ճարտարապետությունն ու քաղաքն եմ սիրել, ոչ աստվածային չիրեմ։ Անգնահատելի է Ռաֆայել Եղոյանի ներդրումը նաև 88-ից հետո քաղաքի վերականգնման գործում։ Վարպետը 1000 թելերով է կապված իր ծննդավայրին եւ այդ անչափելի սերն է մղել վրձնել քաղաքի գույներն ու տեսարանները։ Գյումրին ինձ համար, հատկապես իմ համախոների համար, հատկապես իմ ընտանիքի համար սրբավայր է։ Եվ ամբողջ հարցը նրանում է, որ այդ մեծ սերը չի թողնում պոկվել մտքով ֆիզիկապես Գյումրի քաղաքից, Գյումրի քաղաքի ճարտարապետությունից, Գյումրի քաղաքի մարդու էությունից։ Շատ բնորոշ մարդիկ ունի Գյումրին, շատ թանկարժեք։ Հետո շարունակում է. Գյումրիում է մարդու միտքը ստեղծագործ դառնում։ Այդ մտքի ու երևակայության արգասիքն են վարպետի գեղանկարները։ Քաղաքի հանդեպ սերն այդքան ուժեղ չէր լինի, եթե չլինեին ընտանիքի հաշտ ու խաղաղ սերերը։ Նախագծերից մինչև նկարներ ճարտարապետին աջակցել է կինը։ Ձեռք ձեռքի զրուցում են հյուրերի հետ ու կիսվում երջանիկ լինելու իրենց օրինակով։ Ես իմ կյանքով շատ օգնեցի իրեն, ես իր համար ստեղծեցի շատ լավ պայմաններ, որ ինքը կարողանա եւ ստեղծագործի, այսինքն եւ նկարի, եւ նախագծի։ Ու ես շատ բանի հասա դրանով, ես դարձա այդ ընտանիքի սիրելի, ես դարձա ունեցա լավ զավակներ, մեր անձնական օրինակը մեր կյանքի վարակեց մեր երեխեքին։ Իր մոտ միշտ եղել է այդ երկմտանքը գեղանկարիչ դառնա, շարունակի թե ճարտարապետ, բայց ի վերջո ճարտարապետությունը հաղթել է եւ ինքը դառել է լավ ճարտարապետ։ Ամենահին նկարը 76 տարվա պատմության է, որը տարիներ անց համանուն խորագրով դրված է ցուցադրության։ Գեղանկարչի եւ վաստակավոր ճարտարապետի անչափելի սերը երևում է յուրաքանչյուր գործում, որոնցում հատուկ ընտրված գույներ են, վայրեր ու ասելիք։ Վստահորեն կարող եմ ասել, որ այս գործերը կարող էին ցանկացած թանգարանի զարդարել ու արժեքավոր հավաքածուի մեջ տեղ գտնել։ Ուղղակի ինքը ինքան շատ համեստ ու բազմա բովանդակ ու շատ բազմազբաղմաշտ է եղել, ամբողջ կյանքը ստեղծագործել է։ Այդ իր փայլուն միտք ունենալը պատահականություն չէ։ Ինքը միշտ ստեղծագործել է ու հատկապես ստեղծագործել է շատ դրական ու պոզիտիվ տրամադրված ու սիրով։ Տարիներ անց խորագիրը չհնացող ու չմոռացվող արվեստի, քաղաքի ճարտարապետության մասին է, որտեղ Գյումրիի էությունն է, մարդկանց բնավորությունը։ 93-ամյա ճարտարապետի վաստակը գնահատելու այս մոտեցումը խոսք ու վերաբերմունք է այն մասին, որ Գյումրին ունի շատ թանկարժեք մարդիկ։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Այսքան է ժամի համար, հետևեք նորությունների ժամը 20-ին։